Հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում երկու կառավարության որոշումներում փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում կենսաթոշակները բարձրանալու են Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 1-ից։ Կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար եւ խոսքը 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10,000 դրամ եւ ավելի։ Մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8,500 դրամով, դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինում կազմում է 95,000 դրամ։ Կենսաթոշակները եւ նպաստների բարձրանալու որոշման մեջ նաեւ նախատեսված է բարձրացում հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար, որոնց դեպքում նույնպես նրանց նպաստները բարձրանալու են ուղիղ 10,000 դրամով եւ հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի եւ ֆունկցիոնալության խորը ծանր եւ միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների կենսաթոշակները այսօր 39, 37.5 եւ 36,000 դրամ են նպաստները եւ դառնալու են դրանք 49, 47.5 եւ 46,000 դրամ։ Վերջի օրերին իհարկե պարոն վարչապետ շատ ենք խոսել այս փոփոխության մասին, ես եթե թույլ տաք այս պահին կանգ առնեմ, որտեղ ինֆորմացիան, որը որ կհետաքրքրի, փորձեմ հարցերի միջոցով պատասխանել, բայց ընդհանուր առմամբ սա շատ մեծ եւ էական փոփոխություն է մեր արդեն նշեցի 600,000-ից ավել կենսաթոշակառուների համար եւ սա չհաշված այն հետվճարը, որ մենք արդեն բարձրացրել էինք հունվարի 1-ից, ինչը որը կազմում է 20% եւ 10,000 դրամ, մինչեւ 10,000 դրամ եւ այս բարձրացումը բերելու է նաեւ այդ վճարի միջին թվի էլի էական բարձրացման, այսինքն ամեն յուրաքանչյուր դեպքում իհարկե կլինի տարբեր թվեր, բայց միջիններով եւ հնարավոր առավելագույններով դրանք բավական շոշափելի թվեր են յուրաքանչյուր մեր կենսաթոշակառուի համար։ Շնորհակալ եմ, պարոն Թովոսյան, հարգելի գործընկերներ, այս որոշման առիթով ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, այն թվում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում աշխատում են եւ հարկ վճարող են, եւ նաեւ ելի ուզում եմ ընդգծել նաեւ այն մարդկանց, ովքեր կամ ՀԴՄ բաց են թողում, թողարկում են կամ էլ եթե բաց թողները մոռանում են, ձեռքբերողները հիշեցնում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր թոշակառուներին, որոնցից արդեն ավելի քան 400,000-ը օգտվում է անկանխիկ առևտուր անելու այդ հնարավորությունից, որովհետև նաև առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը Հայաստանի Հանրապետությունում եւ այն ժամանակ հիշում եք քննադատություններ կամ մեր հասցեին, որ թոշակառուների թոշակը բարձրացնելու համար ուզում են թոշակառուներին մղեն, չգիտեմ, հարկային տեսություն դարձնում եւ այլն, բայց ես կարծում եմ, որ մեր թոշակառուները դժգոհ չեն, որ իրանք հանրային կյանքում իրանց ակտիվությունը պահպանելու եւս մի լրացուցիչ մոտիվացիա են ստեղծում։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել պետական կառավարման համակարգի մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5.1%, այլ էականորեն ավել։ Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես չափազանց կարևոր որոշում է մեր սոցիալական քաղաքականության արդյունքները, ինչպես ասում են, կապիտալիզացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ քանի որ մենք 2021 թվականին մեր ստանձնած պարտավորություն այս համակարգերով կատարում ենք այսպիսով, այսինքն նվազագույն կենսաթոշակը ավել է պարենային զամբյուղից եւ միջին կենսաթոշակը ավել է սպառողական զամբյուղի արժեքից, ընդ որում ես հասկանում եմ դե յուրե նրբությունները շատ են, բայց ինձ համար հետվճարը այս process-ի մաս է, որովհետև ես հասկանում եմ, որ
համակարգային առումով այդ տողերը ինչքան հնարավոր մենք սիրում ենք տես տողերը հնարավորինս շատացնել, ես սիրում եմ տողերը հնարավորինս քչացնել։ Այսինքն դա ինձ համար կարևոր չի վերնագիրը, կարևորն է նա, որ մարդը ստանում է այդ գումարը եւ հետեւաբար պարոն Թորոսյան, այս փոփոխությունները վերաբերվում են ապրիլի 1-ից, այսինքն առաջիկա հաջորդ թոշակը թե մարտին դեռ չի Արդեն վճարված է ապրիլին ստացվող թոշակը արդեն այս փոփոխությունները ներառյալ կլինեն։ Այս չէ, մարտինը չէ, հաջորդ թոշակը Մարտինը արդեն վճարված է, պարոն վարչապետ, հենց ուղիղ ապրիլի 1-ին, քանի որ ապրիլի 1-ը աշխատանքային օր է, առաջի աշխատանքային օրը կփոխանցվեն փոփոխված չափերով արդեն։ Շատ լավ։ Մենք մի հատ ուրիշ խնդիր էլ ունենք լուծելու անկանխիկ ձևով թոշակները ստանալը։ Մենք հասցնում ենք ապրիլի 1-ից։ Պարոն վարչապետ, առավոտյան դրությամբ, այսինքն վերջնականապես փակված կամավոր ձևով փոխելու այդ հնարավորությունը 9200 հոգի է մնացել ընդամենը, որ դեռևս փոփոխված չէ եւ այս 25 օրը մոտակա մենք օգտագործելու ենք այդ մեր քաղաքացիների քարտերը տուն հասցնելու եւ վստահ ենք, քանի որ լավ պատրաստվել ենք այս ամեն ինչին եւ իրավական առումով եւ լոգիստիկ տեխնիկական առումով, որ ապրիլի 1-ին այդ քաղաքացիները նույնպես իրենց կեսաթոշակները կստանան իրենց քարտերի վրա։ Ընդ որում ես ուզում եմ անկեղծ ասել, ես 2 տարի եւ ավելի տենց էլ չեմ հասկանում այդ խոսույթը, որ տարիքով կամ սահմանափակում ունեցող մարդկանց հարմար չի թոշակը ստանալ անկանխիկ։ Չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ նախ այդ գումարը ավելի անվտանգ է, որովհետեւ այդ գումարի ցանկացած շարժ հետագայում հետագծելի է, ինչ եղավ։ Երկրորդը սահմանափակում ունեցող մարդը այս պարագայում հարավել եւս թոշակը ստանալու համար ոչ մի լրացուցիչ գործողություն անելու կարիք չունի, այսինքն իր սեղանին կամ դրա բանակի մեջ քարտը դրած է, թոշակը գալիս է։ Եվ ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ինքը տալիս է ինչ-որ մեկին, որ իր համար առևտուր անեն, այդ դեպքում էլ է հետագծելի։ Ինչ ձեռք բերվեց, ինչ գնով, արդյոք ձեռք բերվեց այն, ինչ որ ակնկալում էր եւ այդպես շարունակ, եւ հետեւաբար ստեղ էլ էսեն դեպքն է, որ տենց բանի ներքո սպառնալիքների ներքո, ոչ թե սպառնալիք է տառումով, որ վայ պրոբլեմ կլինի, ես կլինի, մի հատ էլ նայենք, 2 տարի անկեղծ, մեր համակարգին անդադ ասում եմ, լավ չանենք, որովհետև խնդիր կլինի։ Ես 2 տարի մտածում եմ այդ ասում եմ, լավ, ինչը չեմ ես հասկանում այս իրավիճակում։ Եվ հետեւաբար լավա ուշ քան երբեք, բայց ինչի համար եմ ասում, եթե հանկարծ իրոք կպրոբլեմ կլինի որևէ տեղ, որ մենք չենք հասկացել այսքան ժամանակ, մենք կգնանք այդ խնդրի հետևից օպերատիվ ձևով կլուծենք։ Պետք կլինի կչեղարկենք մեր որոշումը, ներողություն կխնդրենք, բայց ես չեմ կարող պատկերացնեմ այդպիսի իրավիճակ։ Երկրորդը, մեր մարզային այցելությունները ինչ ցույց տվեց, չնայած արդեն 400,000, որ օգտվում են անկանխիկ առևտրից, արդեն ըստ էության արդեն պարզա, որ համակարգը գնալու է, բայց մենք մինչև հիմա էլ խնդիր ունենք գոնե մարզերում հանդիպած մի քանի թոշակառուների հաղորդակցությունը ուղիղ եթերում է եղել, ցույց է տալիս, մենք խնդիր ունենք մարդկանց ներկայացնել, այնպես անել, որ իրանք տեղեկացված լինեն, թե դա իրանց ինչ օգուտ է բերում։ Այսինքն մենք պետք է այդ առումով միասնական սոցիալական ծառայությունները եւ այլն թող մարդկանց քաջալերեն, որովհետեւ մարդը ասում է, վայ, ես Դες դեպք էլ կա, երբ որ իրավիճակը նկարագրում, որ ինքը 5000 դրամ, ասենք, վարկ ունի վճարելու, որը իր համար խնդրեմ, ասում ենք, բայց եթե այդ նույն առևտուրը անկանխիկ անեք, առանց որևէ մեկի խնդրելու, այդ 5000 դրամը կառաջանա, կգոյանա ձեզ համար, հետեւաբար այս ուղղությամբ աշխատենք։ Հաջորդը, որ կենտրոնական բանկի հետ ենք աշխատել, եւ ես նամակագրությունից ճիշտ եմ հասկանում, մի շարք հիմնականում փոքր եւ միջին շահառուներից անկանխիկ առևտրի միջնորդավճարը նվազում է մարտի 1-ից, պարոն Գալստյան։ Իհարկե առաջին օրերին դեռ առաջին օրերի մեջ ենք, տեխնիկական խնդիրներ են, որոնք կլուծվեն, բայց մենք այդ որոշումը կայացրել ենք ավելի ճիշտ բանկերի մեր գործընկերների հետ կենտրոնական բանկը աշխատել է, խնդրում եմ կարճ ասել, այդտեղ ինչ լուծման ենք եկել։ Ուրեմն նախ շնորհակալություն պարոն վարչապետ, բանի հետ կապված, որոշման հետ կապված
Երկու տիպի քարտեր կան, մեկը արկանա, մյուսը արդեն միջազգային քարտերն են։ Միջազգային քարտերի համար գործում է 0.9% սակագին, գործելու է 0.9% սակագին։ Միջև հիմա ինչքան էր։ Միջև հիմա նայած տարբեր բաներ կար, բայց Ուզում եմ հասկանամ նվազում ինչքան է մոտ մոտավորապես։ կրկնակի։ Կրկնակի Մոտ նվազ։ կրկնակի նվազում կա։ Ու արկա քարտերի համար 0.5%, որի 0.5%-ա լինում, թե այդքան նվազում է։ Չէ, 0.9-ից իջնում է 0.5, 1-ից իջնում է 0.5, այնտեղ քանի որ միաթիվ չի, տարբեր տիպի խանութների համար տարբեր։ Այսինքն միջինում մենք Էլի մոտ կրկնակի, այսինքն ամեն մեկը իր բանի մեջ մոտ կրկնակի։ իսկ սա բոլոր տնտեսվարողների համար Չէ, թե սա փոքր եւ միջին։ վերաբերվում է փոքրներին, սա վերաբերվում է մինչև 150 միլիոն շրջանառություն ունեցող խանութներին, կրպակներին եւ այլն։ Քանի որ Ներողությունը ինչ կապ ունի հարցի հետ, որովհետև հիմա շատ նաև խոսվում է նրան մասին, որ գյուղական վայրերում շատ խուսափում են, թոշակառուներին չեն ուզում անկանխիկ առևտրին ընդառաջել, ասելով որ չի աշխատում, որ գնում ենք այդ մարդկանց ենք հարցնում, ասում ենք բա ժողովուրդ ջան, ինչի՞ է ծրագրից չեք օգտվում, ասում են փոքրների համար միջնորդավճարը խնդիր է։ Հիմա մենք քննարկեցինք եւ որոշեցինք աշխատել եւ խնդրել մեր գործընկերներին, որ նաև սոցիալական պատասխանատվության համատեքստում մեր բանկերը ընդառաջ գնան այս տրամաբանությանը եւ շնորհակալ ենք այն բանկերին, ովքեր ընդառաջ են գնում։ բոլորն են այդ Բոլոր կատեգորիայի մեջ, բանկերն են, բոլորը։ Ուրեմն բոլորին ենք Հա, շնորհակալ։ այսինքն եւ տեխնիկական խնդիրների հետ կապված էլ 3 չառաջի օրը երեկոյան բանկերի միությունը հաղորդագրություն տարածեց, այսինքն այն տնտեսվարողները, որոնք նույնիսկ միջև ամսի 1-ը կամ ամսի 1-ից որոշակի ժամանակ անց կունենան տեխնիկական խնդիրներ, իրանք պիտի լինեին այդ կատեգորիայի մեջ, բայց բանկը չի հասցրել կպցնել, որովհետև լոգիստիկ խնդիրներ կան, այդ տնտեսվարող սուբյեկտների համար մարտի 1-ից հետո վճարված ավել գումարները կփոխհատուցվեն։ Ինքը հետ կտան այդ Այո։ գումարները։ Սա կարծում եմ շատ կարևոր եւ համակարգային որոշում է եւ հույս ունեմ, որ նաեւ անկանխիկ առևտուրը մարզերում գյուղական բնակավայրերում կզարգանա։